Դուք ֆիլմի ռեժիսորներից մեկն եք, կուզենայի իմանալ ձեզ որն է ֆիլմի առանցքային գաղափարը։ Այո, ֆիլմի համահեղինակ ռեժիսորը ես եմ, Հովհաննեսի հետ փորձել ենք ստանալ շատ կարևոր ու ասելիքով ֆիլմ։ Պիտի ասեմ, որ իմ առաջին ֆիլմն է ինստիտուտի աշխատանքից դուրս որպես ոչ ուսանող, այլ արդեն, այսպես ասած, ավելի մեծ քայլ դեպի ֆիլմ աշխարհ։ Ֆիլմի գաղափարը, որ ինձ համար ամենաառաջնայիններից է, մեր հերոսներն է ու մեր հերոսները համապրելը, որովհետև իրենց երկու ընտանիքների պատմությունները շատ կարևոր են ու ունեն շատ կարևոր ասելիք, որովհետև հիմա մեր կողքին շատ են ապրում այնպիսի մարդիկ, որոնցից մենք ընտրել ենք երկու ընտանիք, իհարկե, այսինքն իրենք հավաքական կերպարներ են ու ես ամբողջ ֆիլմի ընթացքում միշտ Հրանտ Մաթևոսյանի ծառեր գործներին գլխին գալիս, այնտեղ հատված կա, որտեղ ասվում է մարդու անասունը իրարիզատվում են հիշողության մեջ ես ուրեմն մարդ ես, վառվում ես։ Մեր հերոսները հիշողություն ունեն, որոնք որ 4 անգամ գաղթ տեսնելիս ամեն մի հիշողության փուճուր հատված վերցնելով տունը թողել ու դուրս են եկել, ու ինձ համար շատ կարևոր է, որ մենք մեր հիշողությունը չթողենք ոչ մի տեղում։ Դրանք մնան մեր տներում։ Մի քիչ առաջ Հովհաննես Իշխանյանը նշեց, որ դուք այն բնակավայրից եք, որը այս պահին թիրախում է, կպատմեք մի փոքր դրա մասին։ Իրականում հենց իդեպ այդ հատվածի մասին մենք իմացել ենք ֆիլմը սկսելու ընթացքում, այսինքն երբ որ մենք հետազոտություն ենք կատարում, քանի որ ոչ միայն ֆիլմի ռեժիսորն եմ ես, այլ նաև հենց հերոսը, ով ուսումնասիրում է, մենք հասկացանք, որ այն հատվածները, որոնք որ վերաբնակեցման վտանգի կամ հարցի տակ են, այսպես ասեմ, դրանցից մեկը հենց մեր Արարատի մարզի հատվածն է, որտեղ կոնկրետ ես ապրում Հնաբերդ գյուղում, որտեղ որ ժամանակին ապրել են թուրքեր։ Ես դրա մասին իմացել եմ, բայց ավելի խոր ինֆորմացիա սկսեցի հետազոտության ընթացքում իմանալ։ Իրականում ինչպես են վերաբերվում, ֆիլմում կտեսնենք, փակագծերը շատ չբացեմ, բայց պիտի ասեմ, որ իրականում հենց երևի առաջին նշածած միտքի նման էր, որ ես չեմ ուզում իմ հիշողությունը ոնց որ իմ հերոսներն են թողելու եկել, ես չեմ ուզի դա թողնել։ Գործողությունները հիմնականում որտեղ են տեղի ունենում, այսինքն նկարահանման վայրերը, որ հատվածում։ Տեսեք, նկարահանումները մենք ընտրել ենք հերոսների, որոնց որ տան են նկարահանումները եղել, դրանց զուգահեռ օգտագործել ենք արխիվ, որոշակի այսպես ասած ավելի անցյալ գնալու համար։ Կարելի ասել հերոսների տներն են եւ իմ բնակավայրը հենց, այսինքն եւ իմ տանը, որտեղ որ ես կատարել եմ հետազոտություններ, նյութեր եմ ուսումնասիրել ու կա Դվինի հնավայր, թագավորություն դե մեր հատ մոտ ա եղել, նույնպես այդտեղ էլ նույնպես նկարահանումներ տեղի ունեցել։ Իսկ ինչ է նշանակում ծիծեռնակի հավատի կենացը։ Իրականում ֆիլմի առանցքային կետերից մեկն է հենց ծիծեռնակ բանաստեղծությունը, որը որ մեր կերպարներից մեկն է ասում, ու ես եւ Հովհաննեսը շատ ենք ազդվել դրանից։ Իմ վրա կա դաջվածք, որը նշանակում է հավատ։ Եթե մի քիչ փակագծեր բացեմ, ես միջոցառումներ եմ վարում, ու ես ամբողջը միքսեցինք իրար, հիմա որ ֆիլմը նայենք հասկանանք, թե ինչի ծիծեռնակի ու ինչի հավատի։ Ֆիլմի ամբողջ այդ շրջադարձային կետը այնտեղ է, որ մենք բոլորս հավատում ենք շատ կարևոր ու վստահ եմ լինելիք բանի, երևույթի, ու մենք այդ կենացն ենք խմում, որ մենք հավատում ենք։